Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք. զգուշացում ARS-ից, կեղծարարության վտանգներ հարկային սեզոնի ընթացքում, ինչ անել, որպեսզի պաշտպանեք ձեր անձնական տվյալները։ Las Crucesում, Նյու Մեքսիկո հրաձգություն, 3 զոհ 15 վիրավոր, ձերբակալվել է 4 անց 20-ամյա Թոմաս Ռիվասը և 3 դեռահասներ։ Թրամփի վարչակազմը դիմել է Գերագույն դատարան բողոքարկելու այն որոշումը, որը պարտադրում է վերականգնել մոտ 16,000 դաշնային աշխատակցի աշխատանքը։ Վիսկոնսինի Գերագույն դատարանի ապրիլի 1-ի ընտրությունները դարձել են երկրի պատմության ամենաթանկ դատական ընտրությունները, որտեղ մի կողմում կանգնած է Իլոն Մասկը, մյուս կողմում Ջորջ Սորոսը։ Դաշնային դատավոր Դեբորա Բորդմանը արգելափակել է Իլոն Մասկի Դոջին օգտվել մարդկանց անձնական տվյալներից կրթության և ֆինանսների նախարարություններում, հայցվորները պնդում են, որ այս հասանելիությունը խախտում է դաշնային գաղտնիության օրենքները։ Կորնել Համալսարանի ուսանողը վտանգի տակ է, 31-ամյա Մոմոդու Տալը դիմել է դատարան բողոքարկելու Թրամփի վարչակազմի որոշումը, փոխարենը նրան կանչել են ներգաղթի ծառայություն։ Հարձակման փորձ Թեսլայի վրա, Օստինում Թեսլայի ավտոսրահում հայտնաբերել են պայթուցիկ սարքեր, սա հերթական հարձակման դեպքն է, որը կապված է Իլոն Մասկի կողմից դաշնային ֆինանսավորման կրճատման հետ։ Բանակցությունները Ուկրաինայում մասամբ հրադադարի շուրջ, ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ առանձին նպատակ ունենալով հասնել 30-օրյա հրադադարի։ Այս և այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Բայց մինչև այդ չենք մոռանում հավանել նյութն ու բաժանորդագրվել ալիքին։ Զգուշացում ARS-ից շատ տեղեկություններ և գումար շրջանառվում են հարկային սեզոնի այս ընթացքում, ինչը դարձնում է կեղծարարությունների համար նպաստավոր ժամանակահատված։ Նրանք կարող են կիրառել մի քանի տարածված մեթոդներ, փորձելով գողանալ ձեր ինքնությունը, գումարը կամ այլ կարևոր տեղեկատվություն։ Ինչպես նշում են փորձագետները, հարկային վերադարձի պատրաստման ժամանակ, որը նախատեսված է մինչև ապրիլի 15-ը, կարևոր է լինել զգոն։ Հատկապես այս տարի կեղծարարները կարող են օգտվել ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության ARS-ի աշխատուժի կրճատումների արդյունքում առաջացած անորոշությունից։ Նրանք կարող են փորձել կապ հաստատել ձեզ հետ տարբեր եղանակներով, սկսած ARS-ի անունից, կեղծված էլեկտրոնային նամակներից, հաղորդագրություններից կամ հեռախոսազանգերից, մինչև կասկածելիորեն մեծ փոխհատուցումներ խոստացող սոցիալական մեդիայի առաջարկներ։ Սակայն կան մի քանի ընդհանուր նախազգուշացնող նշաններ։ Անհապաղ գործելու պահանջ, սպառնալիքներ, մեծ գումարի վերադարձի խոստում, կասկածելի կայքերի հղումներ։ Նրանք կփորձեն ձեզ նույնիսկ հավաստիացնել, որ դուք ինչ-որ մի բան սխալ եք արել, որը կարող է բերել ձերբակալման, եթե չանցնեք նրանց կողմից մշակված հղումով։ Սահմանեք ինքնության պաշտպանություն, PIN ARS-ից, երբեք մի պատասխանեք կասկածելի էլեկտրոնային փոստերին, հաղորդագրություններին կամ զանգերին, խուսափեք կասկածելի հղումներից և տեղյակ եղեք, ARS-ը չի կապվի ձեզ հետ ոչ էլեկտրոնային փոստով, ոչ հաղորդագրությամբ, ոչ էլ սոցիալական մեդիայով։ Նյու Մեքսիկոյի Las Cruces քաղաքի զբոսայգում ուրբաթ գիշերվա հրաձգության հետ կապված 4 անձ է ձերբակալվել։ Կրակոցների արդյունքում 3 մարդ է զոհվել, ևս 15-ը վիրավորվել։ Հաղորդագրության համաձայն Թոմաս Ռիվասը 20 տարեկան և 17-ամյա մի տղա ձերբակալվել են շաբաթ օրը, իսկ կիրակի օրը ձերբակալվել են ևս մեկ 17-ամյա ու 15-ամյա դեռահասներ։ Առաջադրվել են սպանության մեղադրանքներ, իսկ հավելյալ մեղադրանքները դեռևս քննարկման փուլում են։ Հրաձգությունը տեղի է ունեցել Յանք զբոսայգում ուրբաթ օրը երեկոյան ժամը 10-ին, որտեղ չարտոնված ավտոշոու է անցկացվել մոտ 200 մարդու մասնակցությամբ։ Պատահարի ընթացքում 16-ից 36 տարեկան 9 տղամարդ և 6 կին հրազենային վնասվածքներ են ստացել, ևս 6-ը վնասվածքներ է ստացել փախուստի դիմելից։ Զոհվածներ են 16-ամյա Էնդրու Մադրիդը, 18-ամյա Ջեյսոն Գոմեսը և 19-ամյա Դոմինիկ Էստրադան։ Ոստիկանության պետ Ջերեմի Սթորին հայտնել է, որ զբոսայգում հայտնաբերվել է 50-ից 60 ատրճանակի պարկուճ, ինչը նշանակում է, որ եղել են մի քանի կրակողներ ու տարբեր զենքեր։ Թրամփի վարչակազմը դիմել է Գերագույն դատարան դադարեցնելու այն որոշումը, որը պարտադրում է զանգվածային կրճատումների արդյունքում հեռացած հազարավոր դաշնային աշխատակիցների նորից ընդունել աշխատանքի։ Արտակարգ բողոքը պնդում է, որ դատավորը չի կարող ստիպել գործադիր իշխանությանը նորից ընդունել շուրջ 16,000 փորձաշրջանի աշխատակիցների 6 գործակալություններից վետերանների հարցերով վարչությունում, գյուղատնտեսության, պաշտպանության, էներգետիկայի, ներքին գործերի և ֆինանսների նախարարություններում։ Սան Ֆրանցիսկոյի դատավորը գտել է, որ կրճատումները չեն համապատասխանել դաշնային օրենքին և հրամայել է վերականգնման առաջարկներ ուղարկել, քանի դեռ հայցը քննարկվում է դատարանում։ Դաշնային դատարանային համակարգը դարձել է Թրամփի քաղաքական ծրագրերի դեմ պայքարի գլխավոր վայրը, քանի որ հանրապետականների գլխավորությամբ գործող կոնգրեսը կամ աջակցում է, կամ լռում։
Դատավորները ավելի քան 3 տասնյակ անգամ վճիռներ են կայացրել ընդդեմ Թրամփի վարչակազմի, գտնելով դաշնային օրենքի խախտումներ։ Թրամփի նախագահության ընթացքում ընդունված կարգադրությունների մեծ քանակը կարծես ճակատագրական է դառնալու հենց Գերագույն դատարանում, որը նա ձևավորել է 3 նշանակված դատավորներով։ Սակայն մինչև այժմ դատարանի 9 անդամից բաղկացած մեծամասնությունը միայն փոքր քայլեր է կատարել 2 գործերով, որոնք հասել են իրեն։ Վիսկոնսինի Գերագույն դատարանի ապրիլի 1-ի ընտրությունները ռեկորդներ է սահմանում, դառնալով երկրի պատմության ամենաթանկ դատական ընտրությունները։ Լիբերալ Դեյն շրջանի դատավոր Սյուզան Քրոֆորդի եւ պահպանողական Վոուկեշը շրջանի դատավոր Բրեդ Շիմելի միջև պայքարը գրավել է միլիոնավոր դոլարներ արտաքին հովանավորներից, որոնց թվում հատկապես աչքի է ընկնում միլիարդատեր Իլոն Մասկը։ Այս ընտրությունները դարձել են Թրամփի երկրորդ նախագահության սկզբնական ցուցիչը, որով չափվելու է, թե ինչպես են ընտրողները վերաբերում նրա նոր ծրագրերին եւ ինչպես են երկու կուսակցությունները ցուցադրում իրենց աջակցությունը այս կարևոր մարտադաշտ դարձած նահանգում։ Ապրիլի 1-ի ընտրությունները կորոշեն, արդյոք լիբերալները կպահպանեն վերահսկողությունը նահանգի Գերագույն դատարանում, որն այժմ պատրաստվում է քննարկել մի շարք կարևոր գործեր։ Դատարանի կազմը կարող է մեծ ազդեցություն ունենալ 2026 թվականի միջանկյալ եւ 2028 թվականի նախագահական ընտրությունների վրա, հատկապես Վիսկոնսինի նման կարևոր նահանգում։ Ըստ Բրենան կենտրոնի տվյալների արդեն ավելի քան 67 միլիոն դոլար է ծախսվել հեռուստատեսային գովազդների վրա, գերազանցելով 2023 թվականի ռեկորդը, երբ ծախսվեց ավելի քան 51 միլիոն դոլար Վիսկոնսինի Գերագույն դատարանի նախորդ ընտրություններում։ Մասկի կողմից ֆինանսավորվող խմբերը արդեն ծախսել են ավելի քան 13 միլիոն դոլար աջակցելու Շիմելի թեկնածությանը եւ նախատեսվում է, որ ընդհանուր գումարը կհասնի 20 միլիոնի։ Քրոֆորդն էլ իր հերթին է աջակցություն ստացել միլիարդատերերից, այդ թվում Ջորջ Սորոսից եւ Իլինոյսի նահանգապետ J.B. Ֆրիցկերից։ Դաշնային դատավորն այսօր արգելափակել է Իլոն Մասկի կառավարության արդյունավետության վարչության Դոջի մարդկանց անձնական տվյալների հասանելիությունը կրթության եւ ֆինանսների նախարարություններում ու կադրային կառավարման գրասենյակում։ Դաշնային դատավոր Դեբորա Բորդմանը, որը նշանակվել է նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից, նախնական հրաման է արձակել հետաձգելով Դոջի հասանելիությունը, քանի դեռ գործը չի ավարտվել։ Այս հայցը ներկայացվել է նախորդ ամիս Մերիլենդի դաշնային դատարանում մի խումբ արմիությունների կողմից, գլխավորությամբ Ամերիկյան ուսուցիչների ֆեդերացիայի։ Այսօրները պնդում են, որ Թրամփի վարչակազմը խախտել է դաշնային գաղտնիության մասին օրենքները, երբ Դոջին հնարավորություն է տվել օգտվել միլիոնավոր ամերիկացիների անձնական տեղեկատվությունից առանց նրանց համաձայնության։ Դատարանը գտել է, որ Թրամփի վարչակազմը հավանաբար խախտել է օրենքը։ Բորդմանը նաև նշել է, որ Թրամփի վարչակազմը կարող է շարունակել նախագահի ծրագրերը առանց դաշնային աշխատակիցների, ուսանողական վարկառուների եւ պետական օգնություն ստացողների անձնական տվյալների հասանելիության։ Այդ տվյալները ներառում են եկամուտների եւ գույքի վերաբերյալ տեղեկություններ, սոցիալական ապահովության համարներ, ծննդյան ամսաթվեր, տան հասցեներ, ամուսնական եւ քաղաքացիության կարգավիճակ։ Նախորդ շաբաթ Մերիլենդի այս գործով դատավորը ժամանակավորապես արգելափակել էր Դոջին սոցիալական ապահովության տվյալների բազաներին հասանելիություն ստանալու հնարավորությունը։ Դատավոր Բորդմանը նշել է, անկախ նրանից, թե որքան կարևոր կամ հրատապ է նախագահի Դոջ ծրագիրը, դաշնային գործակալությունները պետք է այն իրականացնեն օրենքի համաձայն։ Այս գործով դա հավանաբար տեղի չի ունեցել։ Կորնել Համարսյանի ասպիրանտը, որը դատի էր տվել Թրամփի վարչակազմին, քանի որ վախենում էր, որ իրեն կարող են արտաքսել Պաղեստինի աջակցությամբ կազմակերպված ցույցերին մասնակցելու պատճառով, այժմ կանչվել է ներգաղթի ծառայություն հանձնվելու համար։ 31-ամյա Մոմոդու Տալը սովորում է աֆրիկյան հետազոտությունների ոլորտում։ Տալը մարտի 15-ին էր դատական հայց ներկայացրել, փորձելով կանխել նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանների կիրարկումը, որոնք բերել են արտասահմանյան ուսանողների նկատմամբ ճնշումների ավելացմանը Իսրայելի ռազմական գործողությունների դեմ ցույցերի մասնակցության պատճառով։ Տալը Մեծ Բրիտանիայի եւ Գամբիայի քաղաքացի է։ Որոշ ուսանողներ եւ դասախոսներ այժմ կորցրել են իրենց վիզաները կամ արգելվել է մուտք գործել Միացյալ Նահանգներ ցույցերին մասնակցելու կամ Իսրայելի դեմ գործողություններին աջակցելու հրապարակային արտահայտումների պատճառով։ Լայնորեն քննարկվող դեպքերից մեկում Արդարադատության նախարարությունը ձերբակալել է Կոլումբիայի համալսարանի ասպիրանտ Մահմուդ Խալիլին, հայտարարելով, որ նրա գրին քարտը չեղարկվում է ցույցերին մասնակցելու պատճառով։ Օստինի Տեսլայի ավտոսրահում հայտնաբերվել են մի քանի պայթուցիկ սարքեր։ Ոստիկանության աշխատակիցները, ովքեր արձագանքել են վտանգավոր նյութերի մասին ստացված հաղորդագրությանը, հայտնաբերել են սարքերը եւ կանչել քաղաքի սակրավորների խմբին։ Սա շարունակվող հետաքննություն է եւ այս պահին այլ տեղեկություններ հրապարակման ենթակա չեն, նշվում է ոստիկանության հաղորդագրությունում։ Մասկի էլեկտրամեքենաներ արտադրող ընկերության լոգոյով օբյեկտների վրա հարձակումները տարածվում են ամբողջ Միացյալ Նահանգներով եւ արտերկրում կապված Մասկի գործունեության հետ
դաշնային ֆինանսավորումը եւ աշխատուժը կրճատելու նպատակով։ Այս կրճատումները նաեւ կարող են արտասահմանյան լրտեսական ցանցերը թարմացնել։ Դաշնային աշխատողները հիմա ավելի քան խոցելի են։ Նրանց մեծ մասը տիրապետում է իր ոլորտի գաղտնի տեղեկատվության եւ նրանց հեղափոխելը հակառակորդ երկրների հետախուզական ծառայության համար ավելի քան դյուրին է, քան երբևէ։ Ամերիկյան բանակցողներն այսօր աշխատել են Ուկրաինայում արդեն 3 տարի շարունակվող պատերազմի մասնակի հրադադարի առաջարկի շուրջ, հանդիպելով Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ 3 նույն կազմը հանդիպել էր Կիևի թիմի հետ առանձին բանակցությունների շրջանակում։ Ըստ տեղեկությունների, նույնիսկ սահմանափակ 30-օրյա հրադադար հաստատելը մեծ դժվարություն է առաջացնում։ Չնայած նախորդ շաբաթ Մոսկվան եւ Կիևը սկզբունքորեն համաձայնվել են հրադադարի հարցում, կողմերը դեռևս շարունակում են հարձակվել միմյանց վրա անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով։ Երկու երկրների միջև հիմնական անհամաձայնություններից մեկը այն է, թե ինչ նպատակակետեր պետք է հայտարարվեն որպես արգելված գոտիներ հարձակման համար։ Թեև Սպիտակ տունը հայտարարել է, որ էներգետիկ եւ ենթակառուցվածքային օբյեկտները պետք է ներառվեն հրադադարի շրջանակում, Կրեմլը պնդել է, որ համաձայնությունը վերաբերում է ավելի նեղ իմաստով միայն էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին նշել է, որ ինքը ցանկանում է, որ պաշտպանվեն նաև երկաթուղային եւ նավահանգստային ենթակառուցվածքները։ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունները նպատակ ունեին քննարկել այս հակասությունները, ինչպես նաև Սև ծովում հարձակումների դադարեցման հնարավորությունը առևտրային նավագնացության անվտանգության ապահովման նպատակով։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։